Ռաֆայել, Իրանի նախկին արտաքին գործերի նախարար պարոն Զարիֆը ուշագրավ բացահայտումներ է արել։ Ինչ կարծիք ունես այս մասին։ Իրապես ուշագրավ, հարգելի մեր դիտորդները եւս կարծում եմ բացահայտումներ կան իրենց համար, ինձ համար էլ մեծ բացահայտում, որ պարոն Ջավադ Զարիֆը, ով բավականին լուրջ դիվանագետ է, բավականին լուրջ դպրոցանցած, հանկարծ հարցազրույցներից մեկի ժամանակ գիտե փղումը եւս կա, կարող են մեր օգտատերերը նաեւ ստուգել, չեք անել, խոսում է այն եղելության մասին, որ տեղի ունեցել 44 օրյա պատերազմից մոտ 6 ամիս անց, երբ որ պարոն Զարիֆը տարածաշրջանային այց է կատարում Հայաստանի Հանրապետություն, այնուհետև մեկնում է Բաքու, եւ ըստ Զարիֆի հարցազրույցի ընթացքում բացահայտման, այն ժամանակվա Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Արմեն Սարգսյանը կարճ բովանդակությամբ նամակ է տալիս Զարիֆին, որպեսզի վերջինս փոխանցի Ադրբեջանի նախագահին։ Նախ մինչ բովանդակությանը անդրադարձ կատարել, անպայման ասենք, որ Զարիֆը այն քաղաքական գործիչներից է, որ հենց այնպես ոչինչ չի ասում։ Նա բավականին լուրջ դպրոց անցած անձնավորություն է, 17 տարեկանից Միացյալ Նահանգներում է ապրում, սովորում, Սան Ֆրանցիսկոյի դիվանագիտական համալսարանը գերազանց առաջադիմությամբ ավարտել, այնուհետև Կոլորադո նահանգի դիվանագիտական բարձրագույն դպրոցն է գերազանց առաջադիմությամբ ավարտել, ել չեմ ասում ընդհանրապես Զարիֆների տոհմի մասին, թե մայրական, թե հայրական կողմից, որ բավականին պահպանողական, կայացած, գործունյա մարդիկ էին մինչև անգամ, Իրանի իսլամական հեղափոխությունը բնականաբար արդեն բավականին հայտնի, ուստի սա որևէ կերպ չեն կարող մենք դիտարկել ինչ-որ լեզվի սայթակում կամ լրագրողի կողմից հարցի կորզում, ինքը հավատացեք կարողանում է իր բառերը ճիշտ դասավորել, ուրիշ հարց է թե ինչու հանկարծ հիմա որոշեց Զարիֆը ասել, որ Հանրապետության Հայաստանի նախագահը ժամանակին Ալիևին նամակ է ուղղել։ Իհարկե հիմա բոլորը ասում են, ինչի մասին է խոսքը, ինչ բովանդակություն, ես այստեղ առանձնացրել եմ բառացիորեն, որ հանկարծ այլևայնություն չլինի, այսպիսով Արմեն Սարգսյանի ենթադրյալ ասենք, որովհետև ամեն դեպքում պարոն Սարգսյանը եւս ուսամ պիտի հաստատի այս տեղեկատվությունը, մենակ Զարիֆի կողմը բավարար չէ, գրել է հետեւյալը, մեջբերում եմ 28 տարի առաջ մենք հզոր էինք, իսկ Ադրբեջանը թույլ։ Մենք տիրացանք Ղարաբաղին, ձեզ ադրբեջանցիներին նվաստացրեցինք ու ձեզ հետ չբանակցեցինք։ 28 տարի ձեզ ստորացրեցինք ու այսօր այս օրը ընկանք։ Դուք մեր սխալը չկրկնեք։ Մեջբերման ավարտ ասել է Արմեն Սարգսյանը Ալիևին։ Իդեպ ըստ Զարիֆի Ալիևը ծանոթացել է բովանդակությանը եւ մեկնաբանել է ասելով հետեւյալը. նախագահի падգամը Բաքվում փոխանցել եմ Ալիևին, ընդգծելով, որ խաղաղությունը պետք է հաստատել այն ժամանակ, երբ հզոր ես, Ալիևն էլ տրամաբանական է գնահատել նամակի բովանդակությունը եւ ասել, մեջբերում եմ, Ադրբեջանը հենց այդպես էլ վարվելու է։ Հիմա սա իրապես շատ հետաքրքիր զարգացում է, որովհետեւ ինչու հենց այս պահին այս շրջաբերականը դրվեց, ենթադրում եմ, որ պարոն Զարիֆը հրաժարական է տվել եւ նա այլևս բարձրագույն դիվանագետ չէ եւ ուստի որոշակի կապանքներից ազատված է, բայց միևնույն ժամանակ, երբ որ մենք այսքան մոտ ենք խաղաղության հաստատմանը, արդեն երկուստեք ընդգծում են, որ ամբողջ տեքստը համաձայնեցված է եւ գրեթե պատրաստ է ստորագրման եւ հանկարծ Իրանի, որը տարածաշրջանային շատ կարեւոր խաղացող է, այսպիսի մեսիջ է ուղարկվում, այն էլ թիրախավորելով հանրապետության նախկին նախագահին, սա իրապես շատ հետաքրքիր զարգացում է, նախ եկեք անպայման ասենք, որ ինձ շատ զարմացնում է պարոն Արմեն Սարգսյանի այս գնահատականը, հուսամ նա կարձագանքի Բրիտանիայից, բայց եթե այդպես է, պատկերացրեք, ուրեմն հանրապետության նախագահը գոնե կուլիսներում բոլորովին այլ գնահատական է տալիս իրավիճակին։ Տեսեք, մենք միջին վիճակագրական շերտին, մարդկանց, մենք ասում ենք, որ ազատագրում, պատմական հայրենիք, այսինքն sense պաթոսային, զգայական, որոշ առումներով անգամ ռեֆլեկտիվ գործառույթների մեջ ենք ներքաշում, այնինչ փաստորեն բարձրագույն ատյաններում գնահատականը այլ էր։ Գրավել ենք, զավթել ենք, այսինքն բոլորովին այլ տերմիններ, մենք ասում ենք ազատագրել ենք, մաքրագրել ենք, սրբագրել ենք, չէ՞։ Ուստի շատ հետաքրքիր բառամթերք է, սա ստացվում է հետեւյալը. ժողովուրդը կրկին ստացել է էմոցիոնալ մեսիջներ, ուստի եւ կոտորվել է,
իսկ բարձրագույն ատյաններում խաղացողները փաստորեն բոլորովին այլ իրականության մեջ են ապրել։ Ռաֆայել, այս ամենի ֆոնին ինձ նաև մեկ հարց հետաքրքրեց, այ օրինակ ինչ կարծիք ունես Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանի մասին։ Եթե շատ կարճ մեծագույն հարգանք եմ տածում պարոն Սարգսյանի, Արմեն Սարգսյանի նկատմամբ, ընդհանրապես գիտնական մարդը արդեն հարգանքի արժան է։ Իհարկե այս իրավիճակում գնահատականները շատ տարբեր կարող են հնչել, բայց այն որ նա եթե սա ճիշտ է նման բան է գրել, վաղ թե ուշ դա հայտնի կդառնար, վստահ եմ նա գիտակցել է որ կթիրախավորեն մեր հասարակությունը, որը իհարկե էմոցիոնալ դաշտի մեջ է հիմնականում ապրում, բնականաբար կթիրախավորի եւ շատ քչերը կհասկանան թե նա ինչ խորունկ մեսիջներ է փորձել ուղարկել եւ ինչ է նշանակում դուք մեզ հետ այդպես չվարվեք, սա ամեն երկրի նախագահ տես բան չեր ասի, եւ երկրորդը Արմեն Սարգսյանը ինձ համար տիպիկ հայկական իրականության մարմնացում է, ինչու գիտնական, կայացած, ֆինանսապես ապահով, արտակարգ ընտանիք, բազմազավակ հայր, երեխաները, զավակները դրսում, էլի փայլուն կրթության մեջ, շատ մեծ կապերի, մենք հիշում ենք Չարլզի եւ Բայդենի հետ գրկախառնության կադրերը եւ վստահ եմ էլի շատ ուրիշ մարդկանց հետ նման հարաբերություններ, այդ մարդը, ով չի կարող Հայաստանում որևէ բան անի։ Այսինքն անգամ նախագահի պաշտոնը, որն նա զբաղեցնում է, պես մոտ նախագահի ինստիտուտը, որպես այդպեսին որևէ հարց չի լուծում, ինչ որ սիմվոլիկ, դա Մատենադարանի տնօրենը գուցե ավելի շատ ինչ որ ֆունկցիաներ ուներ, քան երկրի նախագահը։ Դրա համար Արմեն Սարգսյանը ինձ համար հենց նաև այդ տիպիկ հայկականության խորհրդանիշ է։ Գիտակ, խելացի, կայացած կապերով մարդ, ով որ որևէ բան գործնականում ի օրենքով, ոնց ասեմ, օրենքի տեսանկյունից որևէ բան չի կարող անել։ Եվ մենք պետք է փոխենք այս վիճակը, մեզ մոտ այս աղետների շարունակությունը հենց դրանում է, որ այն մարդիկ, ովքեր իրապես կարող են, իրենք անկարող են։ Իսկ անկարողները, այլ կերպ ասած, իմպոտենտները ունեն շատ լուրջ լծակներ։ Եվ որպես մեր խոսակցության ամփոփում, հա, այս նամակի բացահայտումը մեծ հաշվով, մեծ բացի հետաքրքրությունից ինչ որ բան կարող է տալ։ Սա այն գուշակելու շարքի հարցերից է։ Ես հավատում եմ դիվանագիտությանը, եւ սա դիվանագիտական փայլուն քայլ էր։ Իհարկե դիվանագիտությունը որպես այդպիսին, որպես ինստիտուտ հայ-ադրբեջանական հարաբերություններում այս փուլում այդքան էլ իրան չի արդարացրել, բայց ընդհանուր առմամբ մենք չենք կարող մեզ դիտարկել ամբողջ աշխարհի աշխարհքաղաքական process-ից անջատ։ Դիվանագիտությունը աշխատում է եւ այս նամակ կարող է լինել շատ կարևոր հենք բազա, որի վրա կկառուցվի դիվանագիտական այդ ամբողջ երկխոսությունը։ Շնորհակալ եմ մեկնաբանման համար։